Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Կյանքի դպրոց, մաս 1 Այսօր կուսումնասիրենք կանգ առնելու նշանները։ Մեծ արագությամբ անցավ հենց կանգ առնելու նշանի մոտով։ Միգուցե շտապում է։ Աստվածաշնչում կարդում ենք մեկի մասին, ով նույնպես շտապում էր։ Նա շատ անկանխատեսելի էր և բոլորը վախենում էին նրանից։ Նա մարդկանց սպանելու ծրագիր ուներ, անմեղ մարդիկ տառապում էին։ Մենք ոչնչացնելու ենք բոլոր քրիստոնյաներին, յուրաքանչյուրին, ով ասում է, թե Հիսուսը Աստծո որդի է։ Եկեք գնանք Դամասկոս։ Նա ուզում էր ձերբակալել կանանց և տղամարդկանց։ Քահանայապետը կանաչ լույս էր տվել նրան անելու այդ ամենը։ Սողոսն ավելի արագ էր քայլում, բայց հանկարծ կանգ առավ։ Երկնքից մի լույս փայլատակեց նրա շուրջը։ Սողոս, Սողոս, ինչու ես ինձ հալածում։ Տեր, ով ես դու։ Ես Հիսուսն եմ, ում հալածում ես։ Վեր կաց, գնա Դամասկոս, և այնտեղ կիմանաս, թե ինչ եմ ուզում որ անես։ Մարդիկ, ովքեր ուղեկցում էին Սողոսին, լսում էին այդ ձայնը, սակայն ոչինչ չէին տեսնում։ Երբ Սողոսը վեր կացավ, նա կուրացել էր։ Նրան ուղեկցողները դեպի քաղաք տարան նրան։ Հիսուսը կանգնեցրեց Սողոսին։ Այդ ժամանակ նա հասկացավ, որ իր կյանքը սխալ ուղղությամբ է գնում։ Նա կարծում էր, թե Աստծուն է պատկանում, բայց դա այդպես չէր։ Առանց Հիսուսի մենք բոլորս սխալ ճանապարհին կհայտնվենք։ Մի ճանապարհի, որը մեզ դեպի երկինք չի տանի և որը շատ վտանգավոր է։ Դրա համար էլ Հիսուսը կանգնեցրեց Սողոսին և մյուսներին։ Ես երբևէ լույս չեմ տեսել։ Աստծո կանգ առ նշանը յուրաքանչյուր մարդու համար տարբեր է։ Օրինակ, դա կարող է ինչ-որ պատահար կամ հիվանդություն լինել։ Քեզ համար դա ինչպիսին էր։ Իմ կանգ առ նշանը եղել է քարոզի ժամանակ։ Աստված նաև կարող է մարդկանց օգտագործել, որ ուրիշների համար կանգ առնելու նշան լինեն։ Իսկ հետո ինչ եղավ Սողոսի հետ։ Նա խոստովանեց, որ սխալ ճանապարհի վրա է և աղոթեց։ 3 օր անց նրա տեսողությունը վերականգնվեց։ Սիրելի Սողոս եղբայր, Տեր Հիսուսն ինձ ուղարկեց քեզ մոտ, որ նորից կարողանաս տեսնել։ Լցվիր Սուրբ Հոգով, որը քեզ ուժ կտա քո կյանքի ճամփորդության համար։ Եվ հենց այդ պահին Սողոսը կրկին կարողացավ տեսնել։ Իսկ հետո Այս քրիստոնյաները, ում ցանկանում էր սպանել, դարձան նրա մտերիմ ընկերները, և նա շատերին դեպի Հիսուսն առաջնորդեց և ցույց տվեց ճիշտ ուղին։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։